քեզ կորնեմ ամեն Փառքաստուն, հալելույա։ Կարող ես սրտանց պաշտել Աստծուն եւ ասել Տեր, ես այսօր այստեղ եմ միայն ու միայն քեզ համար, որովհետեւ դու ասել ես որտեղ երկուսը կամ երեք հավաքվեն, ես այնտեղ կլինեմ։ Եվ ես գիտեմ, որ դու մարդ չես, որ սուտ խոսես, ոչ էլ մարդու որդի, որ խաբես, նշանակում է դու այստեղ ես Հիսուս եւ մենք ուզում ենք այսօր քո անկրկնելի եւ սուրբ ներկայությանը լինել տեղյակ եւ լինել ապահովության մեջ, հալելույա։ Կարող ես սրտանց ասել, Տեր, ես քո կարիք ունեմ այսօր, միայն քո կարիք ունեմ, սիրելի Աստված։ Սիրելի Փառաբանության խումբ, ես մտածում եմ, որ մի ուրախ երգ կերգեք, ինչպես Սպարտակ եղբայրն ասում, մեր երաժիշտը 3 կիրակի բացակայեց, եկող կիրակի այստեղ կլինի, եւ ասեց արձակուրդս վերջացավ, ես կգամ, քանի որ երաժիշտը այստեղ չէ, սահմանափակ են մեր ուրախությունները, մեր երգերը, այսպես ասած, այդ իսկ պատճառով մենք սահմանափակ ունենք այստեղ փառաբանելու, երկրպագելու, բայց կարող ենք ուրախանալ, ամեն, կարող ենք ուրախանալ, անցյալ նախորդ կիրակի ուրախ երգ երգեցիր, կարող ես երգել, ժողովրդին ուրախանալ, Սպարտակն ասում է, օգնել եմ ինչքան տխուրեք։ որ թշնամին պիտի հաղթե դուրսը խավարներ սատավելի ութ է մաքրե աղտոտ պատուհանը դուրը լայն բաց քիչ մը արև թողնես կա Հիմա ուրախանում ենք միասին, թող Տիրոջ հոգին մեզ վրա լինի այսօր արև թողնես կա քիչ մը արև թողնես կա մաքրե աղտոտ պատուհանը դուրը լայն բաց Ախտոտ պատուհանը դուրը լայն բաց, առատարև թողներ սկա Խնդիրներով հավատքդ կտկարանա Եվ աղոտն էլ անպատասխան կմնա Մաքրե ախտոտ պատուհանը դուրը լայն բաց Թող Հիսուսը քո մեջ կա Պատուհանը դուրը լայն բաց, թող Հիսուսը քո մեջ կա Մաքրե աղտոտ պատուհանը դուրը լայն բաց, թող Հիսուսը քո մեջ կա Կուզես ետնից ճամփուն ազար մեջ քայլես Կուզես խավարն աստի պայծառ լույս տեսնես Մաքրե աղտոտ պատուհանը դուրը լայն բաց Թող Հիսուսը քո մեջ կա, թող Հիսուսը Թող Հիսուսը քո մեջ կա Թող Հիսուսը քո մեջ կա Մաքրե աղտոտ պատուհանը դուրը լայն բաց Թող Հիսուսը քո մեջ կա Մաքրե աղտոտ պատուհանը դուրը լայն բաց Թող Հիսուսը քո մեջ կա Տեսնում եք, չէ, երկիշները ինչքան կապված են իրենց միկրոֆոնների հետ, զորով ասես միկրոֆոնը դուր չի տալիս։ Խնդրեմ, Տերորդի Փառաբանության խումբ կարող եք զբաղեցնել ձեր տեղերը, կարող եք բացել մի քիչ, թե չի բացվում, պուլտը չկա էլի, պուլտը տարել են, որ չբացենք, խեղտվեցինք, այ մարդ։ Փառքաստուն, կարող ես ուրախանալ եւ ասել Տիրոջ տան մեջ ազատություն կա եւ ուրախություն կա։ Այսօր Տիրոջ օրն է, որտեղ գրված է Կիրակի օրը սուրբ պահեք, որովհետեւ այսօրը հանգստի օր է։ Մենք այսօր եկել ենք հանգստանալու, որ այսօրվանից սկսվում է ամեն բան եւ այսօր աշխատանքային ամեն բան սկսվում է այսօրվանից ամեն։ Գիտեք, այսօր այսպես են վերնագրել խոսքը Գնահատիր այն օծությունը, որ դու ունես
Եվ այն օծությունը, ինչի մեջ որ դու կանչված ես, պետք է անպայման գնահատես եւ հասկանաս։ Անպայման հասկանաս, այ Աստված ինձ տվել է օծություն։ Ինչի համար այս օրհնությունը եւ այս օծությունը։ Եվ այսօրվա ծառայության վերջում կարծում եմ բոլորս մտածելու անպայման առիթ կունենանք եւ կմտածենք, այ շատ ժամանակ ասում Տեր օծիր ինձ։ Գուցե արդեն շատերս չենք էլ ասում Տեր օծիր մեզ, օծի ինչ անի, որ Տերը օծի մեզ, բա մենք ինչ անենք։ Ինչ բան է օծություն։ Օծություն նշանակում է առանձնացնել ինչ որ գործի համար։ Առանձնացնել մարդուն ինչ որ գործի համար, դա նշանակում է օծություն, այսինքն ես առանձնացված եմ ինչ որ գործի համար, եւ շատ կարեւոր է Աստծո տան մեջ աղոթքի ուժը եւ երկրպագությունը, մենք պետք է անդադար աղոթք անենք, գրված է անդադար աղոթք արեք եւ մի ձանձրացեք։ Եվ Քրիստոսը կգա երկրորդ գալուստը կլինի այն ժամանակ, եթե եկեղեցին ծնկի վրա լինի եւ եկեղեցին լինի աղոթքի մեջ, որովհետեւ երբ որ երկու մարդ կա Աստվածաշնչում գրված է Ղուկաս ավետարան 18-րդ գլխում, եւ երկու մարդ կար, որ աղոթքի մեջ էին, երբ որ Ղուկասի 2-ում, եւ տեսնում ենք, որ երկու մարդ կար, որ անդադար աղոթքի մեջ էին, Աննան եւ Սիմոն ծերունին, որ ասում էր մինչև Հիսուսը չտեսնեմ նրան, չգրկեմ, ես չեմ ննջելու եւ նրանք սպասում էին, որ Տերը կգա երկիր եւ նրանք իրենց աչքերով կտեսնեն։ Կես Տիրոջ գալուստը մոտ է, Տիրոջ երկրորդ գալուստը պիտի լինի, որտեղ նա մեկ անգամ եկավ աշխարհը փրկելու եւ երկրորդ անգամ կգա արդեն դատաստանի համար, ոչ միայն փրկության իր զավակներին արդեն վերցրած կլինի եւ կգա դատաստանի համար եւ նա ով որ չի հավատում դատապարտվելու է։ Ով որ հավատա գրված է կփրկվի, իսկ ով որ չհավատա կդատապարտվի։ Իսկ հավատացողին էլ կհետևեն այս նշանները, իմանով դևեր կհանեն, նոր լեզուներ կխոսեն, ձեռ կդնեն հիվանդների վրա, հիվանդները կբժշկվեն, ավետարանը քարոզեն ամբողջ աշխարհով մեկ։ Սա պետք է լինի Աստծուն հավատացողների նշանները։ Եթե Աստծուն հավատացողները չունեն այս նշանները եւ չունեն համապատասխան օծություն, նշանակում է զուր է մեկտեղ հավաքվելը, զուր է ամեն բան, բայց եթե դու ունես համապատասխան օծություն, դու պետք է գործես, ասես պիտի գործեմ, եւ այսօր ուխտ եմ անելու Աստծո հետ եւ ասել եմ Տեր, ես ուզում եմ գործել, որտեղ Ղուկաս ավետարան եմ ուզում ինձ հետ բացես 18-րդ գլուխ եւ 8-րդ խոսքից իրար հետ նայենք։ Առաջի խոսքից ավելի շատ կկարդամ, մի առակել ասես նրանց, նրա վրա, թե պետք է ամեն ժամանակ աղոթք անել եւ չձանձրանալ։ Ամեն անգամ աղոթք անել եւ չձանձրանալ, բայց ինչու է եկեղեցին ձանձրանում, երբ որ աղոթք անելուց հոգնում է։ Ինչ է մարդը հոգնում, երբ որ պատասխան չի ստանում։ Աղոթքի հիմնական նպատակը նրա պատասխանն է։ Եթե մենք աղոթենք եւ պատասխան չստանանք, նշանակում է մենք կձանձրանանք աղոթելուց։ Բայց Աստծո խոսքն ասում է, եթե չխնդրես, ինչպես քեզ կտրվի, խնդրեցեք, որ տրվի ձեզ, դուռը թակեցեք եւ կբացվի ձեզ, այ եկեղեցին մինչեւ չլինի աղոթքի մեջ եւ ծնկների վրա չի լինելու այն ամենը, ինչ որ մենք երազում ենք եւ ամբողջ համաշխարհային ողջ եկեղեցիների մասին է սա, որ եկեղեցին որտեղ է այսօր։ Եթե եկեղեցին կանչված է աղոթելու, որտեղ Տեր Հիսուս բարձրանում էր սարը եւ աղոթում էր։ Լինելով Աստված եւ Աստծավորթի, նա ամեն օր աղոթքի, թախանձակին աղոթքի մեջ էր, սակայն մենք բռնացրու քեզ ինչ որ միտեղ եւ ասա, որքան ժամանակ է, որ ես չեմ աղոթում, եւ եթե աղոթում եմ միայն իմ կարիքների եւ իմ ընտանիքի կամ իմ առողջության համար։ Այդպես է, թե այդպես չէ։ Երբանից ես հոգնել աղոթելու մեռնող աշխարհի համար, հիվանդների համար, այլ մարդկանց համար, որ կորսված են եւ աշխարհում են, նման մարդկանց համար երբանից չես աղոթել։ Այսօր անկեղծ լինենք ինքներս մեզ հետ եւ ասենք ես դադարել եմ աղոթելուց Տեր եւ օգնիր ինձ, որպեսզի ես այլևս չձանձրանամ աղոթելուց եւ սկսեմ ջերմեռանդ աղոթք անել, որովհետեւ Տերը երբ որ գալիս էր աշակերտների մոտ ասում էր 1 ժամ չկարողացաք արթուն մնաք։ Արթուն կացեք եւ աղոթեք, որ փորձության մեջ չլինեք, փորձության մեջ չընկնեք։ 1 ժամ չկարողացաք արթուն մնալ։ Տերը գալիս տեսնում էր, ինքը գնացել է Գեթսեմանի եւ հաջորդ օրը պետք է արդեն տանեն դեպի խաչելություն, բայց աշակերտները քնած են։ Դուք պատկերացնում եք, սա ինչ սարսափազդու վիճակ է, երբ որ Տերերի Տերը, թագավորների թագավոր, ասում է,
գնում եմ դեպի խաչը, ինձ տանում են խաչելու, սա Գեթսեմանին է, առավոտյան ինձ կբռնեն, կտանեն, ինձ կխաչեն եւ հետինները քնած են, գնում են քնելու։ Չեն կարողանում մնալ Աստծո հետ եւ ասել Տեր ջան, չէ որ մի քանի ժամ հետո էլ չեմ տեսնելու քեզ։ Հիմա քեզ կտանեն դեպի խաչը եւ այլն եւ մարդիկ քնած են։ Այսօր եկեղեցին քնած է եւ Աստված ուզում է որ եկեղեցին արթնանա եւ եկեղեցին համաշխարհային ամբողջ եկեղեցին է քնած, ամենուր են քնած։ Կարևոր չէ, մարդը գնում է եկեղեցի, չի գնում եկեղեցի Կիրակի օրվա ծառայության մեջ, մարդը քնած է, հարաբերությունները կորցրել է Աստծո հետ եւ մարդը քնել է։ Գալիս է եկեղեցի քնած, գնում է եկեղեցուց քնած, առաքելական եկեղեցին կներեք, իհարկե դատելու համար չի, այնքան քնած է, որ հեթանոսական տոները վերջերս այնքան մեծ շուկով նշեցին Վարդավառը, այսինքն մենք այդքան չկանք, որ հիմա հեթանոսական տոներ ենք նշում եւ քահանաներին ջրում են, քահանաներն ասում են մենակ պատարագի ժամանակ ինչ մի ջրեք, հետո ինչքան ուզում եք ջրեք։ Այսինքն մենք լինելով քրիստոնյա ազգ, քրիստոնյա ժողովուրդ, անդադար պետք է հեթանոսական ծիսակատարություններ անենք, թե ամբողջ ազգովի, թե չգիտեմ ինչպես, եւ ամբողջ աշխարհը լուր է սրա առաջ, եւ բոլորս լուր ենք սրա առաջ, եւ ծափահարում ենք, եւ հա դե ինչի խոսենք, որ ինչի վատամարդ լինենք, որ հենա կլռենք, էլի, եկեք լռենք, բոլորս լռենք, եկեղեցու մարդիկ ինչ ուզում են անեն, եկեք լռենք, աղջիկս ասում է քրիստոնյան, մամ դե ինչ անում են անեն, բան մի ասա, էլի հանկարծ բան չասես, որ ես չասեմ ով ասի, մի հատ ինձ ասեք, եթե անդադար եկեք բոլորս լռենք, լավամարդ լինենք եւ ոչ մի բան չասենք, ինչ ուզում են անեն մարդիկ, մենք ամբողջ օրը աշկերներս փակենք եւ ոչինչ չխոսենք եւ ոչինչ չանենք, բայց Տիրոջ խոսքն ասում անդադար աղոթք արեք եւ մի ձանձրացեք եւ վերջը մի դատավոր կար, էս առակը չեմ կարդում, որ մի որբևայրի կնոջ հանդեպ վատ բան էր արել, գիտեք առակը եւ ինքը անիրավ դատավոր էր, բայց երբ որ այս որբևայրի կինը գիշեր ու ցերեկ նրա դուռը ծեծում էր, եկավ ասեց, այս կնոջից բրծում չկա, վեր կանեմ եւ դուռը բացեմ։ Եվ Աստծո խոսքում գրված է, որ եթե անիրավ դատավորն անգամ եթե իր դուռը ծեծում էին բացեց, առավել ձեր հայրը որ բարի է։ Եթե մենք ծեծենք Աստծո դռները, միթե չի բացելու։ Եթե մենք աղոթենք, անդադար խնդրենք, միթե Աստված չի վեր կենա եւ իրավունք եւ բարություն անի ձեզ համար, իհարկե կանի։ Եվ գրված է, բայց Աստված միթե իր ընտրյալների համար իրավունք չի անելու, որ ցերեկ եւ գիշեր աղաղակում են դեպի նա, թեև նրանց վրա երկայնամիտ է լինի, ասում եմ ձեզ, թե շուտով իրավունք կանի նրանց համար, սակայն մարդի որդին գալուս, արդյոք հավատ կգտնի երկրի վրա։ Տեսեք, Տիրոջ գալուստը մոտ է, բոլորս ասում ենք, Տերը երբ կգա, Տերը գա, շատերն ասում են, այ մարդ թող չգա էլի, գա ինչ անի, գա մեզ ինչ անի, ուր տանի, եւ այսօր շատերս պատրաստ չենք Տիրոջ գալուստի, բայց այսօր Տիրոջ խոսքն ասում է պատրաստվեցեք, որովհետև Տիրոջ գալուստը մոտեցել է, եւ մենք սիրելի եկեղեցի պետք է արթնանանք։ Այսօր ժամանակն է արթնանալու, սա բոլորիս է վերաբերում, սա ինձ էլ է վերաբերվում։ Մատթեոս ես ձեզանից մեկն եմ եւ չգիտեմ, ձեզանից այնքան առավել չէ, որ ասեմ, բա գիտեք, ես արդեն երկնքում եմ, ոտքերս ամպոտա, ձեզ էլ եկել եմ ստեղից բան սովորացնելու, սա ինձ է վերաբերվում առաջին հերթին։ Մատթեոս 24:42-ում գրված է, արթուն կացեք, որ չգիտեք, թե որ ժամում ձեր Տերը կգա, արթուն մնացեք, որտեղ Տիրոջ գալուստը գրված է գիշերվա գողի նման է լինելու եւ ոչ մեկը չգիտենք Տիրոջ գալուստը երբ է, բայց մենք արդյոք պատրաստ ենք եւ արդյոք հավատ կգտնի Տերը երկրի վրա։ Առակաց 13:12-ում գրված է ուշացած հույսը սիրտը ինչ կանի կհիվանդացնի, բայց կատարված փափագը կենա սառը։ Նորից եմ ասում, աղոթքի իմաստը նրա պատասխանը, եթե մենք աղոթում ենք, գիտեք այսօր Հովանես եղբայրն ասում էր, որ այստեղ շատ բժշկություններ են եղել եւ լինում են։ Նախորդ Կիրակի տեսանք քույրիկի վկայությունը, այդ վերքերը, որ ինքը ցույց էր տալիս իր ձեռքերի վրա, ինչպիսի մեծ հրաշք կատարվեց իր կյանքում, ինչպես բժշկվեց եւ շատերս ունենք վկայություն, ամեն օր վկայություն ունենք, եկեղեցին աղոթում է, մարդիկ բժշկվում են եւ այլն։
Եվ միայն եկեղեցու մարդկանց համար չէ սիրելի ժողովուրդ, որ մենք պիտի աղոթենք։ Եվ մենք պետք է ոչ թե պարապ լինենք, հիմա որ աղոթքի մասին եմ խոսում, գալիս ենք որ աղոթքի ծառայության, ես տեսնում եմ անգամ աղոթքի այդ 4-ից մեկը անպայման քնում է, 5-ից մեկը անպայման քնում է, այն մեկը ձանձրանում է, այն մեկը հոգնում է, մեկը ջերմեռանդ աղոթում է, այն մի քանիսը վերջը, չգիտեմ, միանում են այդ աղոթքին, ամեն ասում են, թե չեն ասում, մյուսներն ասում են, դե լավ ձանձրացանք, հոգնեցինք։ Ժորժան, երբ որ մեկը աղոթում է, բոլորը ջերմեռանդ ասենք հալելույա, թող այդպես լինի, ամեն։ Այսօր Աստված ուզում է աղոթքի պատասխաններ։ Ես ուզում եմ, որ դու մինչև տարվա վերջ, այդ տարին կիսվել է, դու եթե աղոթքի պատասխան չունես, տարվա սկզբից ես ասել եմ, վերցրեք թուղթ ու գրիչ, եւ եթե աղոթում եք, գրեք, այսինչ բանի պատասխանը եղավ։ Հիշում եք, այսինչ բանի պատասխանը ես ստացել եմ, աղոթել եմ եւ պատասխանը ստացել եմ, եւ եթե չես արել դա, այսօր դա սկսի անել։ Վերցրու թուղթ ու գրիչը եւ ասա. ես կգրեմ աղոթք կանեմ եւ այդ աղոթքը կգրեմ, եթե պատասխանները լինի, մինչեւ տարվա վերջ ես կգամ թուղթ ու գրիչով եւ կասեմ, մենք այսքան աղոթքի պատասխաններ ունենք։ Հալելույա։ Գիտես, Աստված այնքան բարի է իմ եւ քո հանդեպ, որ Զաքարիա 2:8-ում գրված է. ձեզ դիպչողը իմ աչքի բիբին է դիպչում։ Ես Աստծո զավակ եմ եւ մեզ դիպչողը Աստծո աչքի բիբին է դիպչում, եւ ես սովորում եմ Աստվածանից լինել իր տեսակը, լինել ներող, լինել սիրող, լինել մնալ նրա հետ, մնալ նրա տեսակի մեջ, կարողանալ ինքս իմ վրայով անցնել։ Այ գիտեք, երբ որ այս եկեղեցու արենդան պետքա մուծեինք, չորեքշաբթի օրը, ավելի ազատ եմ ուզում խոսել, ավելի հասկանալի եւ ընթերնելի։ Գիտեք, ես իմ պայուսակում արդեն ունեի որոշակի գումար եւ որ արենդան մուծենք եւ այդ գումարը առավոտյան դնում եմ ինչ-որ միտեղ եւ երեկոյան արդեն պետքա այդ գումարը մուծենք եւ լինում եմ ընդամենը մեկտեղ եւ հաստատ գիտեմ, որ այդտեղից 50,000 ռուբլու վրայից վերցնում են 20,000 ռուբլին, որտեղ որ ես մտնում եմ եւ դուրս եմ գալիս։ Եվ երեկոյան, որ արդեն մենք պետք է այդ գումարը մուծենք, ես ուրախ ասում երեխեք ջան, այսքան արդեն կա, այս գումարը վերջը մուծում ենք, եւ տեսնում եմ, ընդամենը մեկտեղ եմ գնացել եւ այդ 20,000 ռուբլին չկա։ Եվ ես մի քանի օր հաստատ գիտեմ դա որտեղ է կորել եւ զանգում եմ այդ տեղը, վերջը սենց, այսինչ այնինչ։ Եվ ես իմ վրայով անցնելով մտածում եմ, տեսնես այսօր ես կարամ գնամ այդ տեղը։ Կարող եմ գնալ եւ այդ մարդու հետ սիրով խոսել։ Կարող եմ արդյոք գնալ, իհարկե ինքը չի ասում, որ ինքն է վերցրել կամ իրանց մոտ են վերցրել, ուրիշտեղ կարող է ուրիշտեղ, ասում եմ այսօր գնացել, ասում եմ կարող ասեմ ուրիշտեղ չկա։ Առավոտյանի մոտ է լինում գումարը եւ ես ընդամենը գալիս եմ այդտեղ եւ հավաքույթի ուրիշ ոչ մի տեղից դա չի կարող կորել։ Բայց ես սիրով, նայելով մարդու աչքերի մեջ, իմ վրայով անցնելով, նորից ժպտալով, նորից ասում եմ գիտեք, մենք բարիով պետք է հաղթենք չարին։ Իհարկե մենք մուծեցինք գիշերը, օրը չանցավ, փառք Աստծո։ Եվ ասում եմ, գիտես, իրան բացատրում, ասում ես հասկանում եմ այդ հոգեբանական խաղը, որ մարդը ինչի է ինքը վերցնում 20-ը, չի վերցնում 50-ը, որտեղ 50,000-ից վերցնում են 20, ասում դա հոգեբանական է, մարդը չի մտածում, որ այսօր այդ փողը այդ մարդը պիտի օգտագործի, եւ մտածում այդ մարդը կմտածի գուցե ուրիշ տեղ եմ մտել, գուցե ուրիշ տեղ եմ արել, չի կարա պատկերացնի, որ դա ապրիդիլիոնի ինչ որ մի գումար է, եւ ինքն ես իրան ասեմ, ես հասկանում եմ այդ հոգեբանությունը, եւ ինքն ասում է, կարող է ուրիշ տեղ ես գնացել, արդեն ինք ասում եմ ոչ, իհարկե ոչ, բայց ես մնացի սիրո մեջ եւ մտածում ասում եմ Տերը մինչև վերջ իմանալով որ ինքը գող էր իր հետինը Հուդան մինչև վերջ քսակը մոտներ տվել մինչև վերջ պատկերացնում եք գիտենալով որ ինքը գող է մինչև վերջ համբերում էր եւ թույլ տվեց որ ասեց արածը տարա գնա եւ արածը տարա եւ գնաց եւ եկավ եւ տիրոջը համբուրեց եւ ասեց համբույրով ես ինձ մատնում Հուդա ես այսօր ասեցի ես հաղթեցի որովհետեւ չչարացա հաղթեցի, որովհետև չանիծեցի, հաղթեցի, որ ասեցի, ես այստեղ էլ կմնամ սիրո մեջ, հիմա ինձ կասեն լսի դա սեր չի, դա հիմարություն է, չգիտեմ ինչա, աշխարհը չի հասկանա, բայց հո իմ Տերը հասկանում է, ես հիմա ինչ եմ խոսում, եւ սերը ծածկում է մեղքերի շատություն, ես ուզում ասեմ, որ մենք պետք է մնանք սիրո մեջ, իհարկե Տերը պակասություն չունի, իր տունը լրացրեց, ամեն ինչ արեց, Փառք Աստծո, վերջը զանգել եմ Փեսուս ասում եմ Գրիշան ասում գիտես ես բան եղել լավ չեմ մի քիչ լավ չեմ հիմա մենք այդ գումարը պետք է մուծենք սենց ամ
Հիմա հոչի ծիծաղում ասում եմ, այնքան բան քեզանից գողացան, դու չես ասում լավ չէ, հիմա ինչ եղավ, ասում չէ, ախր աբիտնի է, Տիրոջ տան գումարն է։ Գիտեք, Տերը բարի է եւ մեզ սովորացնում է ներել, մեզ սովորացնում է սիրել եւ աղոթել մեր ճշտամիների համար։ Աղոթել այն մարդկանց համար, որ մեզ չարություն են անում, աղոթել այն մարդկանց համար, որ մեզանից տանում են, աղոթել եւ օրհնել այդ մարդկանց։ Ես այսօր սովորեցի աղոթել եւ օրհնել եւ ասեցի, ես չորեքշաբթի օրն էլ կգամ։ Ինձ հետ ես։ Ես չորեքշաբթի օրն էլ կգամ, մտածում էի գուցե ես էլ չկարողանամ այդտեղ գնալ, բայց այսօր ասեցի ես էլի կգամ։ Կգամ ինչեւ որ դու կապ աշխարհես։ Կգամ որ դուք Տիրոջը դառնաք, կգամ որ դուք հասկանաք, որ մեր միջի Աստվածը ավելի հզոր է, քան այս աշխարհի այդ, չգիտեմ, ճղճիմ գողերը։ Հովանու 10:10 գրված է գողը սատանան չի գալիս որ միայն գողանա, թալանի եւ սպանի, բայց փաստորեն ինքը ուղղակի այն թեթև սոլի գողերից է, էլի այն, չգիտեմ, այն էժան գողը, դևը էժան գողը։ Հալելույա։ Գիտեք, Աստված ուզում է որ մենք դառնանք իրական երկրպագուներ, եւ ես շատ եմ խոսում այս մասին, ասում եմ, գիտեք ինչ է երկրպագությունը։ Եվ այն չի, որ այսօր այդքան գեղեցիկ երգեցինք, այդքան հավեսով պաշտեցինք Աստծուն, երկրպագությունն է, որ իմ կախվածությունը Աստծուց է։ Մենք կախված ենք միմիայն ամենակարող Աստծուց, հալելույա։ Տերը բարի է, ասա Տերը բարի է եւ շատ ողորմած, գիտեք, ենք ամբողջ շաբաթ Անուշքի հետ հիվանդանոցներ գնում ենք ստուգումների, ես գիտեի, որ ինքը կատարյալ առողջ է, ոչ մի բան չկա։ Եվ ես իմ երեխաներին էլ անդադար ասում եմ, որ գիտես Անուշես, քո պակասությունը գիտես, որ նա Տիրոջ տան մեջ պիտի լինես։ Սա է քո պակը, դու հիվանդություն չունես, ուղղակի դու պետք է լինես Տիրոջ տան մեջ։ Ասա իմ սերունդը թող լինի Տիրոջ տան մեջ, եւ ինքը ասեց մյուս կիրակի կգամ, եւ ասեցի մյուս կիրակի շատ թարգմանության կարիք կա, անպայման կգամ մյուս կիրակի թարգմանությունով կլինի մեր ծառայությունը, եւ իհարկե ունենք այլազգի մարդիկ, եւ եկող կիրակի խոստանում եմ, որ անպայման լինելու է այստեղից թարգմանություն, հալելույա։ Ինչ է երկրպագությունը։ Երկրպագությունը քո եւ Աստծո փոխհարաբերություններն են։ Դու պետք է սկսես նոր փոխհարաբերություններ Տիրոջ հետ։ Չեմ ուզում հենց ի սկզբանե խոսել ինչ որ միտեղից, բայց հիմա խոսելու եմ, որտեվ դու պատարակ չես ուզում Տեր, այլապես կտայի քեզ դա Սաղմոս 51:16-ից եմ կարդում, Աստծո ընդունելու պատարակը կոտրված հոգին է, եւ կոտրված եւ փշրված սիրտը դու չես կարող անարգել։ Ով Աստված, Տերը բարի է, եւ ես ուզում եմ այսօր միանգամից բացել ձեզ մի տեղից կարդալ, եւ ուզում եմ ամենքս մեզ այսօր իհարկե նայենք։ Անգե Մարգարեության 1:1-ն է։ Դավիթ թագավորի երկրորդ տարին 6-րդ ամսվա ամսի 1-ի ձեռովը Հուդայի իշխան Սաղաթելյան Զորաբաբելին Տիրոջ խոսքը եղավ եւ ասեց. Այսպես է ասում Տերը, թե այս ժողովուրդը ասում է ժամանակը չի եկել Տիրոջ տունը շինելու։ Տիրոջ տան շինելու ժամանակը չի, եւ Տիրոջ խոսքը եղավ Անգե Մարգարեի ձեռով ասելով. Ձեզ համար ժամանակ է արդյոք, որ ձեր ձեղունազար տներում բնակվեք, իսկ այս տունը ավիրակ մնա։ Եվ հիմա այսպես է ասում Զորաստերը, ձեր ուշը դարձրեք ձեր ճանապարհներին, սերմել եք շատ, բայց բերել եք քիչ, կերել եք, բայց չեք կշտացել, խմեցիք, բայց ծարավը չհագեցրեցիք, հագնվեցիք, բայց չտաքացաք, եւ վարձկանը վարձի համար գործում է ծակված քսակով։ Այսպես է ասում Տերը, ձեր ուշը դարձրեք ձեր ճանապարհներին, վերել եք սարը եւ փայտ բերեք եւ տունը շինեցեք, այդ ժամանակ ես կհավանեմ դրան եւ կփառավորվեմ, ասում է Տերը։ Նայեցեք շատին եւ ահա քիչ եղավ եւ ինչու համար, ասում է Զորած Տերը։ Իմ տան համար, որ ավերակ է, իսկ ձեզանից յուրաքանչյուրը վազ է տալիս իր տան համար։ Սրա համար ձեզ վրա երկինքը պիտի արգելե ցողը եւ երկիրը պիտի արգելե իր պտուղը։ Եվ ես երաշտ կանչեցի երկրի վրա եւ սարերի վրա եւ ցորենի վրա
եւ քաղցուի վրա, եւ յուղի վրա, եւ երկրի բերքի վրա, եւ մարդկանց վրա, եւ անասունների վրա, եւ ձեռքի բոլոր վաստակի վրա։ Նշանակում է Աստծո խոսքն ասում է դուք ամեն օր ամբողջ օրը վազում եք ձեր տները կառուցելու համար, ձեր տանը ամեն բան անելու համար, բայց որ ավերակ է Տիրոջ տունը, Տիրոջ տան վրա մտածող չկա։ Այսինքն մենք չենք կարողանում Տիրոջ տունը կառուցել։ Առավոտից երեկո մտածում ենք ինչ հագնենք, մեր ուտելիքի մասին, մեր խմելիքի մասին, մեր չգիտեմ ինչերի մասին, մեր ուրախությունների, քեֆ ուրախությունների մասին, բայց Տիրոջ տան մասին մտածող չկա։ Տիրոջ տունը կառուցող չկա, Տիրոջ տունը շինող չկա։ Եվ ուզում եմ այսօր խոսել այն օծության մասին, որ հիմա եւս մեկ անգամ այս մասին խոսել եմ, եւ ես մեկ անգամ ուզում եմ ինձ եւ քեզ այս խոսքը խոսել։ Տեսեք ինչքան կարեւորում է ին մարդիկ Աստծո օծությունը։ Արդյոք դու այսօր կարևորում ես այն օծությունը, որ ունես, թե այլևս չես կարևորում։ Դե ամեն բան լավ է, երկրի վիճակը ճիշտ է, լավ չի, բայց իմ վիճակը մի քիչ լավ է, բարելավ է լավ վիճակս, ֆինանսներիս վիճակը ոչինչ լավ է, փառք Աստծո, ինչ անեմ, ինչ սա պետք, գնամ ծառայեմ, ում ծառայեմ։ Գիտեք, տարիներ առաջ մեկը ինձ ասեց, ինչ ես այդքան երկար տարիներ ծառայում եւ ծառայում, թող քո ծառայությունը, բա որ հանկարծակի նորից ինչ որ մեկը քեզ դավաճանի կամ ինչ որ մեկը քեզ թողի։ Ես էլ ասեցի, կթողեն, Աստված ինչ չի թողելու։ Ամենակարևորը, որ Աստված մեզ չթողնի, ով ուզում է թողնի, ով ուզում է գնա։ Միթե սառայում է, որ մարդ ինձանից կգնա, թե չի գնա։ Այս սառայում եմ ամենակարող Աստծուն, որտեղ ամենակարող Աստված մեկ օր ինձ ասել է, վեր կաց գնա եւ իմ տունը կառուցի, ես Տիրոջ տունը կառուցում եմ։ Եվ Տերն ասել է, կարաս հանուն ինձ թողես ամեն բան, ես ասել եմ, կարամ թողեմ։ Եվ գիտեք, այս աղջիկը որ մտածում էր եւ ասում էր, ես քո ամենամոտիկն եմ, ես քո կողքը կանգնած եմ, ամբողջ աշխարհը քեզ թողի, ես չեմ թողելու, այդ խոսքերից հետո երբ որ ինքն ասեց քո ծառայությունը թող, ինքը գնաց։ Իմ կյանքից ուղակի գնաց, որտեղ ոչ ոք չի կարող ինձ ասել քո Տիրոջը թող, քո Տիրոջ ծառայությունը թող, դա այդպես չի կարա լինի, որտեղ ես ուխտ եմ արել ամենակարող Աստծո հետ եւ ինչպես Անգե Մարգարեությունից քիչ առաջ ասեցի, որ ամբողջ օրը մտածես միայն քո տան մասին, բայց չմտածես Աստծո տան համար, սա աբսուրդ է։ Եվ եթե նայում ենք այսօր Եղիսեի կյանքը, տեսեք որքան է կարևորում Եղիսեն Աստծո օծությունը, որքան է կարևորում, գիտեք մեկ օր շատ եմ այս մասին ասել, գիտեք բոլոր տեղյակ եք, Հովհաննեսին Տերը ասեց, այ եթե դու կանգնես իմ տան մեջ, ես քո գլուխը յուղով կոծեմ եւ քո բերանդ կլցնեմ անուշաբույր յուղով, երբ որ դու քո բերանը բացես, շատերը կապաշխարեն, շատերը կլսեն քո երգերը եւ շատերը կգան Տիրոջը եւ Աստված ասեց եւ արեց։ Գիտեք, երբ որ առաջին երգը դու պիտի երգես կամ ձայնագրվես, շատ վտանգավոր է, մտածում ես արդյոք կլինի Տիրոջ ասացի պես, բայց Աստված մարդ չի որ սուտ խոսի։ Եվ երբ որ առաջին երգը արժանեսը մենք ձայնագրեցինք, տեսանք, որ ինչքան արձագանքը մեծ էր եւ շատ երգեր կան հիմա Հովհաննես Ալեքսանյանի կատարմամբ, որ հնչողություն մարդիկ լսում են եւ գրում են, գիտես իմ երախան բժշկվեց, գիտես ես քնում եմ այս երգերի տակ, ես հանգստանում եմ այս երգերի տակ, Աստված ասեց եւ արեց, դա օծություն է։ Այս մարդուն առանձնացրեց Աստծո գործի համար, ավետարանչական ծառայության, Աստծո երգերը երգելու համար։ Հիմա Եղիսեին պետք էր Աստծո օծությունը, որ Եղիսեն վերցներ այն օծությունը, որ ուներ Եղիան, փափագում էր։ Գիտեք, Հեսուն էլ էր փափագում։ Տեսնում էր Մովսեսին եւ փափագում էր, ասում էր, տեսնես ո՞րն է Մովսեսի գաղտնիքը, որ Աստծո հետ կարողանում է դեմ առ դեմ խոսալ։ Երբ որ Մովսեսը բարձրանում էր լեռը, բարձրանում էր սարը, ինքը իր հետևից նայում էր, ուսումնասիրում էր ամեն դետալը, որն է գաղտնիքը։ Այ որն է գաղտնիքը, որ ինքը այսքան օծված է, որ ինքը իջնում է վերևից եւ չգիտեմ, Աստված էլ պատվիրաններն է իրան տալիս, էլ կարմիր ծով է բացում, էլ չգիտեմ ինչեր է անում, երեսը այո փոխվում է, այլակերպվում է, ինչպես որ Տիրոջ երեսը այլակերպվեց, իդեպ այդ ջրհեղեղը, որ արեցին Հայաստանում, այլակերպության օրն է, ինչ կապ ունի այլակերպության օրը, Տիրոջ այլակերպության օրը այդ հեթանոսական անդուր ջրոցի հետ, ես չգիտեմ։ Այս տեսնում ենք, որ Մովսեսը այլակերպվում էր, ինչպես որ Հիսուսը հետո այլակերպվեց, այսինքն դեմքը, երբ որ իջնում էր սարից, քող էր գցում դեմքի վրա, որտեղ Տիրոջ ներկայությունը այդքան մեծ էր իր կյանքում։
Եվ 50 տարիներ ուսումնասիրում էր, որն է գաղտնիքը, այդ դրա համար 50 դարավ Հեսու։ Այդ դրա համար տարիներ հետո Աստված բարձրացրեց Հեսուին, եւ եթե անգամ Մովսեսը չմտավ խոստմունքի երկիր, Հեսուն մտավ խոստմունքի երկիր եւ հաղթեց։ Հեսուն մտավ եւ ժողովրդին ժառանգեցրեց այն երկիրը, որ 40 տարվա մեջ անգամ Մովսեսը չկարողացավ ժառանգեցնել։ Ուսումնասիրի Աստծո այլ մարդկանց, որոնք հաջողության են ասել եւ նրանց վրա կա օծություն եւ փափագի այդ օծությանը։ Եվ գիտեք, ինչն է այսօր խնդիրը, որ մարդիկ այսօր արհամարել են կամ անարգել են Աստծո օծությունը, այլ ինչ որ երկնքից իրանց տրվեց։ Եվ այդտեղից գնաց, 3-րդ Թագավորաց 19:19 եմ կարդում, եւ այդտեղից գնաց եւ գտավ Եղիսեին, եւ նա վար էր անում իր առաջին 12 լուծ ես եւ ինքը 12-րդի հետ էր, եւ Եղիան անցավ նրա մոտ եւ իր վերարկուն գցեց նրա վրա։ Այսինքն իր օծությունը փոխանցեց, Եղիան արդեն իր վերարկուն տվեց Եղիսեին եւ ասեց ես իմ օծությունը քեզ եմ տալիս, այն ինչ որ ես եմ անում, հետո ինքը քառակի օծությունն է ուզում Եղիսեն, այն ինչ որ ես եմ անում դու քառակի կարաս անես, այն ինչ որ ես եմ անում։ Հիշում եք Հիսուսն ասեց, ես դուք ավելի մեծ գործեր կանեք, քան ես եմ անում։ Այո, երեխաները այսօր շատ ակտիվ են, շատ են խանգարում մեր ծառայությանը։ Ոնց որ մանկապարտեզի ինչ որ մի տեղում ես լինեմ հիմա եւ երեխաների այս խժոց, բժոց, տժոցի տակ ես աշխատում եմ կենտրոնանալ եւ ծառայություն անել եւ չգիտեմ ինչ են այսքան ակտիվ։ Եվ ծնողներն էլ իրանց համար կամ քնած են կամ չգիտեմ ինչ են անում։ Եվ Եղիան անցավ նրա մոտով եւ իր վերարկուն նրա վրա գցեց եւ նա թողեց եզները եւ վազեց Եղիայի հետևից եւ ասեց. թող համբուրեմ հորս եւ մորս եւ հետո քո հետևից կգամ եւ նա ասեց նրան. գնա ու ետ դարձիր, որովհետեւ ես քեզ ինչ արեցի եւ նա ետ դառավ նրա հետևից եւ մի լուծ եզ առավ եւ նրան զոհեց եւ եզների գործիքները խփեց եւ միսը եւ տվեց ժողովրդին եւ նրան կերան։ Այսինքն ինչ արեց, նախ ասեց թող վերջը ամենքին թող եւ իմ հետևից արի, ամենքին թող եւ իմ հետևից արի եւ այդ գործիքներն էլ ինչով որ ինքը ապրում էր եւ աշխատում էր, ինչ արեց ինքը այդ ամենը զոհեց հանուն Տիրոջ։ Տեսեք, ես այսօր չեմ քարոզում եւ չեմ ասում, որ գիտես քո աշխատանքը թող, քո եսի ինչը թող, ել մի աշխատի, ես օտարության մեջ մի ապրի, բայց դու շատ բաներ պետքա կարողանաս զոհել հանուն Աստծո։ Եվ Եղիսեն հանուն օծության այս ամենը զոհումը։ Ես չեմ պատկերացնում, որ հետո Եղիսեն ապրում էր այնքան հարստության մեջ, այնքան մեծ ինքը օծություն ուզում էր, որ ինքը շատ հարստանար։ Այդպես է, թե այդպես չի։ Ոչ, ինքը դրա համար չէր օծություն ուզում։ Օծությունն ուզում էր, որ մեծ գործեր աներ, Աստծո մարդ դառնար եւ Աստծո գործեր աներ։ Այդ պատճառով էր ասում. Տեր, օծիր ինձ, Եղիսե, քո այդ մեծ օծությունը ինձ տուր, այդ դրա համար էր այդ ամենը։ Եվ ուզում եմ միանգամից անդրադառնալ 4-րդ թագավորացին, ինձ հետ ես գնահատիր օծությունը, սա այսօրվա իմ խոսելու վերնագիրը, 4-րդ թագավորաց 2-4-ից եմ կարդալու։ Եվ Եղիան ասեց նրան. այստեղ մնա, որովհետև արդեն Եղիան պետքա երկին գներ, Եղիսե, որտեղ Տերը ինձ Երիքով է ուղարկել, եւ նա ասեց. կենթանի է իմ Աստվածը եւ կենթանի է քո հոգին, եթե ես քեզ թողեմ, եւ գնացին Երիքով։ Այսինքն սես պայման էր լինելու, եթե դու ինձ տեսնես վեր գնալիս, եթե դու ինձ տեսնես, որ ես գնամ երկինք, իմ օծությունը քո վրա կգա։ Դուք պատկերացնում եք, ինչքան պետքա Եղիսեն նվիրված լիներ Եղիային, որ այդ օծությունը իր վրա իջներ։ Եթե դու ինձ տեսնես, կենթանի է իմ Աստված, եթե ես քեզ թողեմ, այսինքն ես քեզ չեմ թողելու, մինչև վերջին վայրկյանը ես քեզ չեմ թողելու, եւ քո հետ եմ լինելու, սրտով, մտքով, հոգով, ամեն ինչով ես քո հետ եմ լինելու։ Եվ մոտեցան մարգարեների որդիները Եղիսեին եւ ասեցին նրան. գիտես արդյոք, որ այսօր Տերը վեր է առնելու քո Տիրոջը գլխից հետ, այսինքն այսօր Եղիան երկինք է գնելու, եւ նա ասեց. գիտեմ, լռեցեք։ Եվ Եղիան ասեց նրան. այստեղ մնա։ Եվ ուղարկեց նրան ասեց. կենթանի է Տերը եւ կենթանի է քո հոգին, եթե ես քեզ թողեմ։ Եվ երկուսն էլ գնացին։ Եվ մարգարեների որդկանցը 50 մարդ գնացին եւ հերվանց կանգնեցին դիմացը, իսկ նրանք երկուսը կանգնել էին Հորդանանի մոտ եւ Եղիան առավ իր վերարկուն, ծալեց եւ զարկեց ջրին, եւ ջուրը բաժանվեց այդ կողմը եւ այդ կողմը եւ երկուսն էլ անցան ցամաքով։
Հիմա հրաշք է անում Եղիան, իսկ Եղեսեն տեսնալով ինքն էլ է ուզում, ես էլ եմ ուզում այդ բանն անեմ։ Եվ եղավ, որտեղ նրանք ասում էին, Եղիան ասեց Եղեսեին. «Խնդրիր, ինչ անեմ քեզ, քանի որ քեզանից չեմ վերառնված»։ Եվ Եղեսեն ասեց. «Թող քո հոգին կրկնապատիկ լինի ինձ վրա»։ Ինչ անեմ քո համար։ Մարդը երկինք է գնում, գիտեք, որ ինչքան մեծ հզոր մարգարե է Եղիան, եւ մենք պետք է գնա հետը Եղեսեն ինչ անում։ Եղեսեն ընդհանրապես իր ձեռքերի ջուր ածողն է։ Ձեռքերին ջուր էր լցնում, ուրիշ բան չէր անում։ Եվ հիմա այդքան հավատարիմ մարդու տերը գնում է երկինք, եւ ինչ անեմ քո համար։ Հիմա չասում ինձ դուր վերջը սենց այն ռաս սիբիդող, հելավ բանը, սենց ինչ տամ քեզի, մի հատ տուն տուր, ոսկե ձկնիկ, ինչ տամ քեզի, մի հատ էս ինչը տուր, ինչ տամ քեզի, մի հատ էս ինչ տուր։ Հիմա ինչ տամ քեզ օծություն։ Ո՞վ է փափագում օծության։ Ես ամբողջ կյանքում փափագել եմ մեծ օծության։ Իմ համար ամենակարևորագույնը այս երկրի վրա ապրելու իմաստը Աստծոծությունն է։ Այն օծությունը, որ ունեցել եմ եւ ունեմ։ Օծություն, որ շատ դիվահարներ են ազատագրվել, օծություն, որ շատ բժշկություններ են եղել, օծություն, որ մարդիկ ավետարանել եմ, ապաշխարել եմ, օծություն։ Տարիներ շարունակ ես փափագել եմ մեծ օծությունների, մեծ օծության, որ բերանս բացեմ եւ մարդիկ փրկություն ստանան, որ խոսեմ եւ մարդը ինձանից հայտնություն ստանա, որ խոսեմ եւ մարգարեական հզոր ծառայություն լինի։ Եվ եղել է, որտեղ ես փափագել եմ եւ մինչեւ այսօր էլ փափագում եմ։ Գիտես, ես այսօր Տիրոջից հենց այստեղ բոլորիդ առաջ, Տիրոջ երկնքի երկրի առաջ նորից ու նորից ասում եմ, եթե Տերը հենց հիմա այստեղ է Տերը եւ ինձ հարցնի եւ ես իմ այոն այոյան ոչը ոչա, ինչ ես ուզում, ես կասեմ ավելի մեծ օծություն։ Ավելի մեծ օծություն, քան տարիներ 30 տարի ծառայում եմ, ավելի մեծ օծություն, քան 30 տարիների մեջ իմ միջոցով արել ես Տեր, ավելի մեծ օծություն։ Եվ ասում եմ, ինչ ես ուզում։ Եվ ասես, թող քո հոգին 4 անգամ ավելին վրա գա։ Ինչ որ քո վրա է, այդ հոգին թող 4 անգամ ավելիով գա ինձ վրա, սա եմ ուզում։ Հզոր է։ Հետո տեսնում ենք Եղիսեին, երբ որ Բորոտ Նեմանը գալիս է Եղիսեի մոտ, Եղիսեն այնքան աղքատ է, այնքան իր աշակերտների հետ իրանք աղքատ են, որ անգամ Գեզի վերարկուի համար վազում է Բորոտ Նեյմանի հետևից, ասում մի հատ վերարկու տուր էլի մեզ, որ հագնենք չունեն։ Օծությունը չի վերցնում, չգիտեմ ինչեր կառուցելու համար, չգիտեմ ինչեր ունենալու համար, օծություն Աստծո գործ անելու համար։ Միթե մենք այսօր այսքան առաջներում ենք, որ այսքան առաջադիմել ենք, որ այսպիսի բան խնդրենք Աստծոց։ Եվ ասեց, Եղիան ասեց Եղիսեին, խնդրիր, ինչ անեմ քեզ համար, որ քեզանից չեմ վերառնված։ Եվ Եղիսեն ասեց, թող որ հոգիդ կրկնապատիկ լինի ինձ վրա։ Եվ նա ասեց, դժվար բան խնդրեցիր։ Եթե ես քեզանից վերառնվեցա, դու ինձ տեսար, քեզ կլինի այնպես, բայց ոչ թե ոչ լինի։ Եղավ, երբ որ նրանք գնում էին եւ գնալով խոսում էին, ահա մի հրեղեն կառք եւ հրեղեն ձիանք, եւ նրանք երկուսին բաժանեցին։ Եվ Եղիան մրիկով վեր ելավ երկինքը, իսկ Եղիսեն մտիկ էր տալիս եւ կանչում հայրիմ, Իսրայելի կառքը եւ նրա ձիավորները, եւ նրան այլևս չտեսավ եւ բռնեց նրա հանդերձները եւ պատառեց նրանց երկու պատառարեց։ Եվ վեր առավ Եղիայի վերարկուն, որ ընկել էր նրա վրայից, ետ դարավ եւ կանգնեց Հորդանանի ափին, ստուգում ատենաոցությունն եկել ավրեն թե չէ։ Եվ առավ Եղիայի վերարկուն, որ ընկել էր նրա վրայից եւ զարկեց ջրին եւ ասեց. «Ուր է Եղիայի Տեր Աստվածը»։ Նա ինքը եւ զարկեց ջրերին եւ ջրերը բաժանվեցին այս կողմ եւ այն կողմ եւ Եղիսեն անցկացավ։ Եղիայի հոգին իջավ Եղիսեի վրա, որովհետեւ նա այլ բան չէր ուզում։ Ստուգեց, վերցրեց վերարկուն, ուրա Իսրայելի Տեր Աստվածը, ուր այն Աստվածը, որ Եղիայի հետ գործում էր։ Ես էլ եմ ուզում, որ իմ հետ գործի։ Գիտեք, երբ որ մենք փափագով գնում ենք Դնեպրապետրովսկ, երբ որ ծառայելու էր Բեդիհինը, գնում ենք այդ ծառայության, ես շատ անգամներ տեսել էի նրա ծառայությունները, տեսել էի անգամ այն ժամանակվա Լենինգրադում, երբ որ գնացինք Լենինգրադ, տեսել էի շատ ծառայություններ, բայց շատ փափագում էի, որ այդ մեծ օծությունը, այդ բժշկության, ասատագրության պարգևները կար, բայց բժշկության այդ հզոր, այդ
ուժեղ այդ օծությունն էի փափագում, որ ես էլ ունենամ, ես էլ էի ուզում։ Եվ վեր կացան գնացինք Դնիեպրոպետրովսկ, այնքան բարի ատերը, մի քանի հոգով մեր եկեղեցուց ոչ մի շփոթեցրեք ինձ, Պետերբուրգ չէ, Պետերբուրգ ուրիշ անգամ էր։ Եվ մենք գնացինք Դնիեպրոպետրովսկ Բենինի ծառայությանը, 5 հոգի էինք։ Այստեղից չկարողացան գրանցվել, որովհետև պետք է անպայման գրանցվեր հովիվը իր թիմի հետ գնումը, եւ չէին կարողացել գրանցումն անեին, բայց Քրիստինեն զանգել իրանց, ասել են տեղում կգրանցվեք։ Գիտեք, այնքան լավ է, որ դու Տիրոջ հետ ես գնում, Տիրոջ հետ ես ծառայում, Տիրոջ վրա ես դրել քո հույսը, կախված ես Աստծուց։ Եվ նախապես ոչ միտեղ չէին կարողացել հայերեն սովորել եմ այս բառը ամրագրել։ Ամրագրել ոչ մի հյուրանոց, ոչ մի տուն, ոչ մի բան, եւ այն փոքր քաղաք էին գնում եւ այդ քաղաքում ուղակի պետք էր գնալ եւ հենց իջնել եւ ինչ-որ տեղ ճարել։ Եվ մեր եկեղեցուց մի քանի հոգով գնում ենք եւ պոեզի մեջ ահագին երկար գնացինք, իտակ դալի։ Երբ որ իջանք, տղաները վազելով գնացին, եկան եւ ասեցին, Հովիվ ջան, ոչ տուն կա, երբ որ իջանք այդտեղից, ոչ տուն կա, ոչ հյուրանոց կա, ոչ մի ուրիշ տեղ չկա, ապա ինչ ենք անելու։ Ես ասեցի Տերը գիտի եւ նստեցինք եւ անմիջապես տեսլեք չէ որ Դավիթը Սիկելակում պարտություն կրեց, միանգամից հարձակվեցին իր վրա։ Մենք տներ էինք սարքել, մենք այսինչն էինք արել, մենք այնինչն էինք արել, դու ինչ հովիվ ես, դու ինչ մարդ ես, եկան ավիրեցին, թալանեցին, դու լավ հովիվ չես, դու ես ինչն ես, եւ այդ նույն նախատինքները եկավ ին վրա անմիջապես։ Այ մարդ այսքան մենք քեզ ասում էինք խաղաղության մեջ գալիս ես, քեզ ասում ենք որտեղ չի լինի վերջ, մնացինք փողոցում։ Ես ասեցի չենք մնա փողոցում, քանի որ Աստված է մեզ տարել, նշանակում է Աստված հոգ է տանում, ասա Աստված հոգ է տանում։ Եվ իրանք վազվզում են, երկու աղբեր ա մեր հետ, իրանք վազվզում են, գնում են այստեղ, գալիս են այնտեղ։ Ես էլ հանգիստ գնացի, մի պատի տակ նստեցի, ասի դե լավ, թող միշտ սովոր են ասել մեր հովիվը դինջ ա, թող տես դինջ լինի։ Եվ տես դինջ նստած եմ, մի քիչ հետո զանգ եկավ մեր քույրիկներից մեկը, որ հիմա Հայաստանում ա, ինքը զանգեց, ասեց Նելի ջան դու որտեղ ես, ասեցի Դնիեպրոպետրովսկում, ասեց հա ես գիտեմ որ դու Դնիեպրոպետրովսկում ես, ասեց քանի հոգով եք, ասեցի դե էլի մարդա մեր հետ միացել, 6 հոգով ենք, եւ ասեց դե տեղից հանկարծ որտեղ եք, ասի վокзալում ենք, ասեց վокзալից հանկարծ տեղ չգնաք, որովհետեւ ձեր հետևից մեքենա է գալիս, ասում բայց մենք շատ ենք, այդ մեքենան չի կարող, ասեց չէ 7 հոգանոց մեքենա է գալիս, ասեցի բա գնանք միտեղ հյուրանոց բան, ասեց ինչ հյուրանոց եկեք ամեն բան պատրաստ է։ Եվ այդ քրոջ հետ ես գրեթե 3 տարի ոչ մի կապ կամ առնչություն չունեի։ Ես ասեցի բայց դու որտեղից իմացար, որ ես Դնիեպրոպետրովսկում եմ, ասեց ես գիտեմ որտեղ ես, էլ բան մի ասա, հիմա մեքենան կանգնած է։ Եկավ մի ասենց այն չգիտեմ մեծ այդ ավտոները, մարկեք այդքան լավ չգիտեմ։ Հովու ջան, ինձ սենց ես անում, հիմա ես ինչ անում, ստեղից ասեմ Ժորժ ջան, սենց անում Հովոն, մի հատ տեսեք ինչ է ուզում։ Ժորժ ջան, Հովոն սենց բաներ է իմ անում, տեսեք ինչն է աղնապակաս, մաղնապակը գորին ասա։ Այսինքն ես պիտի գամ անջատեմ, գորին ասա։ Ես ստե նստած եմ ինքանտած սենց անում։ Այսինքն ես եմ իր դեմը կանգնած, ինքը ինձ պիտի սենց անի, ես պիտի ասեմ երեխեք մի հատ Վերջը, ջոկեցիք, այսքան մեծ ենք արդեն։ Եվ անընդհատ իմ ուշադրությունը ընդեղ է, թե ինքը ինչ է ասում ինձ։ Տերը օրհնի ձեզ, մի օր կմեծանաք, մի օր կհասկանաք, որ ինչքան լուրջ է ամենը, երբ որ Տերը կգա գուցե այդ ժամանակ հասկանաք։ Եվ այդ մեքենան մարկեքը ես այդքան լավ չգիտեմ, եկավ կանգնեց սև մեքենա էր, սենց լավ Նստեցինք, սենց ասիք, տեսնենք ուր են գնում, ես չգիտեմ ուր են գնում, ուր Տերը տանում ա տեղ են գնում։ Եվ գնացինք մի տուն, որտեղ խորովածն արդեն արած էր, թոնիրի խորոված էր, սեղանները գցած էր, ասինք Տեր ջան, փառքես, այս ինչ լավն ես դու։ Եվ այս մարդիկ, որի տունը ես որ գնացել էի, եւ այս կինը հրավիրել էր, արդեն ասեց, ամեն բան արած անգամ ձեր գիշերվա անկողինները գցված,
բայց ասեց անհնարին այդտեղ ծառայության գնալը, Բենիհինի ծառայությանը, որովհետև մենք շատ ենք արդեն փորձել, հնարավոր չի, պետք է նախորոք լինեինք այդտեղ գրանցված, որ կարողանայինք գնայինք։ Ես ասեցի լավ, ձեր գործը չի, մա սաղ ընտանիքով պատրաստվեք, իրանք շատ էին, հարևաններով, այդտեղի անդամներով, ասի բոլորս գնալու ենք եւ այդ ծառայությանը մասնակցելու ենք, որտեվ ես եկել եմ ոչ թե Բենիհինին տեսնելու, ես եկել եմ այստեղ նոր օծություն վերցնելու համար եւ անհնարին է որ ես այդտեղ չմտնեմ, որտեվ ես շատ եմ սիրում Աստծո օծությունը։ Իմ համար այս կյանքի իմաստը Աստծո թանկ օծությունն է, Աստծո թանկ ներկայությունը։ Ես դրա համար եմ ապրում, մինչև այսօր երկրի վրա։ Երբ որ նստեցինք հանգիստ, այդ իմ ասած դինջ հաց կերանք, այս կինը անհանգստանում էր, որ մերի տաքուրն է ինքը, եւ անդադ անհանգստանում էր, որ բա Նելի ջան գնանք էլի, բա ոնց ենք ներս մտելու, ասեցի համբերի, շուտով կտեսնեք Տիրոջ հրաշքը, այսքան որ Աստված արեց այն էլ կանի։ Երբ որ գնացինք, ասեցին Աննարին անտեղ չկա եւ այլն, եւ ես ասեցի ոնց տեղ չկա։ Ես այսինչ եկեղեցու հովիվն եմ եւ այսքան իմ թիմով եկել եմ եւ մենք պետք է անպայման լինենք այդ ծառայությանը եւ մենք զանգել ենք, բայց դուք այսպես եք պատասխանել եւ ասեցին տվեք ձեր վերջը փաստաթղթերը, ես տվեցի, որ ես այս եկեղեցու հովիվն եմ։ Եվ իմ հետի քրիստինեն այդ աղջիկները, տղաները, ովքեր եկել են, ասեցին դուք կկանգնեք փառաբանության խմբի մեջ, մերոնք, մեր ժողովուրդը, միայն թե կարմիր ինչ-որ բաներ կապեք կամ հագեք կամ չգիտեմ ինչ, երեկոյան ծառայությանը դուք անպայման կլինեք փառաբանության խմբում, եւ ինձ որպես եկեղեցու առաջնորդ տվեցին ամենաառաջին աթոռները, որ նստեմ եւ այդ ժողովրդի ասեցի մենք շատ ենք, 20 քանի հոգի ենք, որտեղ այդ ընտանիքի անդամներն էին մոտեցել, բոլորդ կնստեք առաջին տեղերում։ Եվ մենք նստեցինք առաջին տեղերում, վերջը սենց հզոր ծառայություն սկսվեց փառք Աստծո այդ ծառայության համար։ Ես չգիտեի ինչա կատարվում։ Օծությունը այնքան մեծ էր, այնքան հզոր, մարդիկ լացում էին Տիրոջ ներկայության մեջ, բոլորս Տիրոջ ներկայության մեջ էինք, բայց ես չգիտեի։ Գիտեք, օծությունը քանդում է ամեն կապանք եւ ամեն լուծ։ Պետք է ճանաչել Աստծո օծությունը եւ վերցնել Աստծո հոգին, սա շատ կարեւոր է։ Եվ որ այդտեղից վերադարձանք, շատ մարդիկ բերեցին հաջորդ օրը, որ աղոթենք իրանց համար, ես չունեի այն օծությունը պատասխան, որ աղոթեի մարդիկ ընկնեին կամ ազատագրվեին կամ բժշկվեին, ես չեմ ունեցել դա։ Եվ այդ օրը, երբ որ գնացինք այդ տունը, այդ կինը ասեց իմ երեխան ծնվել է, ինքը վիզը ծուռ է ծնվել եւ վիզը չի շարժում եւ ոչ մի բժիշկ չկարողանում օգնել։ Մենք գիտենք, որ դու եկել ես մեր տուն եւ պետքա քո միջոցով այս երեխան բժշկվի։ Ասեցի Տեր Աստված ջան, Բենիհինի ծառայությանը փոխանակ տանեն այդ երեխան բժշկվի, բերել են ինձ են ասում աղոթի, բայց հիմա ինչ անեմ։ Եվ երբ որ աղոթեցի, այդտեղ կանգնած մարդիկ սկսեցին ընկնել, ազատագրվել եւ բժշկվել։ Դա քանի որ իմ մոտ առաջին անգամ էր, ես վերցրել եմ արդեն այդ օծությունը, սկսեցի անկախ ինձանից ծիծաղեր եկել իմ վրա, ասում ես ինչա կատարում, մարդիկ ինչ են ընկնում, մարդիկ էս ինչա լինում, եւ այս երեխայի վիզը բժշկվեց։ Բավականին արդեն 2 տարեկան էր, վիզը չէր կարողացել շարժել, բայց այդ օրը այդ երեխայի վիզը բժշկվեց եւ ասեք, որ ես աշխարհի ամենաերջանկագույն մարդկանցից մեկն եմ, որ տեսել եմ շատ բժշկություններ։ Շատ, եւ ես ուրախացել եմ մարդկանց հաջողություններով, մարդկանց փրկությունով, մարդկանց կանգնելով, մարդկանց բարձրանալով, ձեր բարձրանալով, մարդկանց տեսնեմ, որ ամբուժելի հիվանդություններ են բժշկվել, մարդիկ եկել են այստեղ եւ կոտրվածքներով վեր են կեցել, թռել են, ուրախացել են, ասել են կոտրվածը բժշկվեց, կաղը քայլեց, կույրը տեսավ եւ այլն, տեղել ինձ համար ամենամեծ կյանքիս երջանկագույն տարիները եւ այդպես էլ կա մինչեւ այսօր։ Երբ որ վերադարձանք այստեղ եկեղեցի, երբ որ 2 օրվա այդ մեծ լավ ծառայություններից հետո վերադարձանք այստեղ, ես չգիտեի, որ հիմա մարդիկ հանկարծակի կընկնեն։ Առաջի մարդը, որ Սվետան աղոթեցի, հանկարծ ինքը թռավ, ընկավ, չգիտեմ ինչերի տակ, որ Աստված ջան, ասես ինչա կատարվում, դա օծությունն է, Աստծո ներկայությունը, որից գնացել էի փափագով, ես ուզում եմ դա։ Ես ուզում եմ։ Ես չեմ գնացել Բենիհինին տեսնելու, Բենիհինը մարդ է, սովորական մարդ է։ Եվ երբ որ եկել էինք այստեղ, մեր եղբայրներից մեկը Մոսոն միշտ ասում էր, այ մարդ գնաց այն օծությունը գողացավ եկավ, ասում եմ, ես չեմ գողացել։ Օծությունը չես կարող գողանալ։ Օծությունը վերցնում ես, եթե ուզում ես։
Դրա համար էր, որ Եղիսեն փափագում էր այդ օծությունը ինձ դուր։ Դու գնում ես երկինք, բայց այն որ դու վերարկուն խփում ես եւ երկու մասի է բաժանվում ջուրը, ես այդ օծությունն եմ ուզում։ Եվ հենց որ տեսավ իր հետինը գնաց, ինքը վերցրեց եւ խփեց ջրերին եւ ասեց՝ «Ուրա Եղիայի Աստվածը»։ Եվ ջրերը 2.5 եղան։ Գիտեք, տարիներ մեկ բան եմ հասկացել։ Ես ավելի վատը չեմ, քան Եղիան։ Ավելի վատը չեմ, դա մեծամտություն չէ, քան Եղիսը։ Ես իրենց վատ տղա չեմ, աղջիկ չեմ։ Եթե իրան կարողացել են, եթե Աստծո հոգին նրանց մեջ չէր, երբ որ վրայից էր գործում, մեր միջինը հիմա, քանի որ Հովհաննես Մկրտիչն ասում էր, գիտեք, Աստված ասել Հովհաննես Մկրտիչից մեծ մարգարե չկա, բայց երկնքի արքայության փոքրը Հովհաննես Մկրտիչից մեծ է լինելու, որտեղ իրանց մեջ չէր Աստծո հոգին, բայց մեր մեջ Աստծո հոգին։ Եթե նրանց վրայից էր գործում Աստծո հոգին եւ նրանք այսքան մեծ բաներ են անում, Եղիան, Եղիսեն, Հեսուն, Մովսեսը, մենք ուր ենք, Գեդեոնը, Եսթերը, Դավիթը։ Եթե Տեր Հիսուս իր Սուրբ Հոգին տվել է մեզ, մեր մեջ է, եւ մենք կարող ենք ավելի մեծագույն բաներ անել, որ կաղերը քայլեն, կույրերը տեսնեն, մեռելները հարություն առնեն։ Ես տեսել եմ մեռելի հարություն։ Ես տեսել եմ շատ բաներ, մեծամեծ բաներ Աստծո տան մեջ, եւ ուզում եմ էլ ավելի տեսնել, բայց միասին։ Բայց եկեղեցին չպիտի քնած լինի, կամ պարապ լինի։ Եկեղեցին այսօր պետք է արթնանա աղոթքի մեջ։ Եկեղեցին պետք է աղոթ իր կողքինների համար, եւ մենք, երբ որ այս ուրբաթ օրը 4 հոգով աղոթում էինք, ես ասեցի գուցե մենք 4-ս ապրեցնում ենք այսօր եկեղեցին։ Գուցե դու քո տան մեջ քնած ես, բայց քեզ համար աղոթող կա։ Դու չգիտես, որ դու գնում ես աշխատանքի, քեզ համար աղոթող կա։ Գիտեք, ես հանգստանում էի 9 օր օտար երկրում, ես 9 օր աղոթում եմ եկեղեցու համար, բոլորիդ համար, անուն առանուն, բոլորիդ համար։ Սկսիր աղոթել քո կողքինների համար, քո ծնողների համար, կորսվող աշխարհի համար եւ Տիրոջից մեկ բան խնդրի։ Ուզում եմ գնահատել այն օծությունը, որ ես ունեմ։ Գիտես, փափագել եմ ամբողջ կյանքում, ձեռ դրեք իմ վրա, որ օծություն իջնի։ Ինձ տվեք օծություն, Տեր, տուր ինձ օծություն։ Որտեւ Աստված ոչ միայն երկնքից է թափում օծությունը, գիտեք, շատ բազում պատմել է, որ երկնքից օծված եմ եւ թափվել այդ օծությունը ինձ վրա, բայց նաեւ մարդկային միջամտություն, մարդու ձեռքի, որ 10 հոգով հովիվներով եկան եւ այստեղ ձեռնադրեցին եւ օծեցին եւ օրհնեցին, սա էլ պարտադիր է։ Շատ ժամանակ մենք մտածում ենք պարտադիր չէ մարդ, ով է մարդը։ Իմ ինձ Աստված ապե, դա բունտ է։ Միայն Աստված բավական է։ Եվ գիտեք, դադարեցի այս շաբաթ։ Ինչ օրեքշաբթի օրվա ծառայության էլ ասեցի։ Անդադար խոսում է եւ տեսնում է լսողական չկա, անդադար ասում է եւ տեսնում է լսողական չկա։ Կա պատճառաբանություն, դե որ եւ ինձ Աստված հանդիմանեց կանգար։ Էլ չասես։ Այլևս թույլ չեմ տալիս։ Այլևս թույլ չեմ տալիս, որ անդադար խոսես։ Եթե լսելով չեն լսում եւ տեսնելով չեն տեսնում, բավական է։ Մի արթնացրու իմ սիրեկանին, մինչև ինքը չհաճենա արթնանալ։ Եվ ես ասեցի կներես ինձ Տեր, էլ չի լինի։ Էլ չեմ զանգի, էլ չեմ ասի, էլ չեմ խնդրի, ինչ եմ խնդրում։ Խնդրում եմ ասում ժողովուրդ, անգեի մարգարեության մեջ գրված է, որ դուք ձեր տներն եք կառուցում, բայց Աստծո տունը մնացել անկառույց։ Ինչ եմ ես խնդրում մարդկանցից։ Միթե մարդիկ չունեն այսօր իրանք այն հարաբերությունները Աստծո հետ, գիտեք, այստեղ գլուխ գովալու տեղ չի, որ ես կանգնեմ իմ գլուխս գովամ, է։ Ես միշտ խոսել եմ իմ թերություններից, իմ երեխաների թերություններից, երեխեքս ասում են, բան չխոսանք հանգարց, Կիրակի օրը կգնա մեր սաղ թերությունները կպատմի։ Իր թերություններն կպատմի, ես միշտ խոսել եմ թերություններից։ Բայց երեխա Հայաստանում երեխա լինելով 17 տարեկան եմ ամուսնացել, իմ ձեռքերով կառուցել եմ։ Այն ունի քուր, իրար հետ ենք չէ արել։ Կառուցել եմ իմ ձեռքերով բնակ վերջը սեփական տուն, Տեքորսկիննա։ Կառուցել ենք 200 քառակուսի կառուցել։
ամբողջ կյանքում աշխատել, հավասար, չգիտեմ, յուղապետ յուղ հալել, խնձորապետ խնձոր փոխել, էս անել, են անել, եւ մեկ օր հանուն Աստծո ինձ ասում են հրաժարվի։ Եթե դու քո Աստծուց չես հրաժարվում, ապա ես բաժանվում եմ քեզանից։ Եվ դու պետք է գրավոր ստորագրությամբ հրաժարվես դատարանում, տնից, մեքենաներից, ունեցվածքից, ստացվածքից, ամեն ինչից։ Կամ ես կամ քո Աստվածը։ Եվ ես այդ ժամանակ իմ համաձայնությունը տալիս եմ Աստծուն, իմ Աստվածը։ Եվ այդ օրը տեսնում եմ, որ Աստված ինձ ինչ ասում։ Ես եմ քո Աստվածը։ Ես եմ քո Աստվածը։ Եվ տեսնում ինչպես են ժայռերը խոնարհվում Աստծո ներկայության մեջ։ Եվ ես հրաժարվեցի։ Եվ Աստված ինձ ասեց, ես քեզ ամեն բան կտամ, եւ տուն, եւ մեքենա, եւ տվեց էլ։ Եվ ամեն բան, իսկ ինձ ասում էին, գնա տնամով ես դու։ Ինչ ոնց պիտի ապրես, սոված կսատկես։ Փառք Աստծո, մինչև այսօր սոված չեմ սատկել։ Շատ մարդիկ մտածել են, եթե ես Աստծո տան համար չանեմ, գնա տնամով անելու, Տերն անելու։ Աստված է իր տան Տերը։ Աստված է իր տան հեղինակը։ Ես չեմ որ կառուցում եմ, Աստված է կառուցում, ես ով եմ որ կառուցեմ։ Եթե Աստված չշինի իր տունը, իզուրա պահապան արթուն մնում, հալելույա։ Ոչի բան չվերագրեք ձեզ։ Շատ անգամներ ասել եմ, այ ժողովուրդ կանգ առեք, ամեն բան հանձնեք Աստծուն, խնդրում եմ, աղերսում եմ, հանձնեք Աստծուն, Աստված հոգ է տանում։ Խնդրում եմ, թողեք մարդկային ջանքերը, հանձնեք Տիրոջը, հերիքա չարչարվեք, զուրա չարչարվելը։ Չի լինի մինչև Աստված չանի։ Թող Աստված լինի ամեն բանի հեղինակը։ Մարդը չի կարողանում հասնել այստեղ, որ մտածի շատ աշխատելով չի, շատ տանջվելով չի, շատ չարչարվելով չի, Աստծո օրհնությունով է։ Եվ ես Տիրոջը միշտ ասել եմ գերբնական օրհնություն եմ ուզում, Աստված գերբնական։ Եվ ես իմ ընկերոջը երեք ասում եմ, դու ամբողջ ամիս աշխատում ես, որ առնես այնքան, ինչքան որ դու կարաս մի երկով աշխատես դա։ Երկնքից օծություն է պետք։ Նոր օծություն խնդրեք Աստծուց եւ ասեք Տեր, ես չեմ ուզում լինել չարքաշ, ես ուզում լինեմ օրհնված։ Ինձ հետ ես։ Գիտես, երբ որ Հակոբ հանդիպեց Աստծուն, ինչ էր ասում։ Մինչև ինչ չորտնես։ Ես քեզ բաց չեմ թողելու, մինչև ինչ չորտնես։ Խնդրեք օրհնություն, խնդրեցեք եւ ձեզ պիտի տրվի։ Հենց սկզբանե կարդացի այս համարը։ Անիրավ դատավորը վեր կացավ եւ դուռը բացեց, թեպետ անիրավ դատավոր էր, ապա ձեր հայրը, որ իրավունք է անում, խնդրեցեք եւ պիտի տրվի ձեզ, դուռը թակեցեք եւ պիտի բացվի ձեզ։ Աղոթք արեք։ Խնդրեք։ Բայց ոչ թե մենակ ձեզ համար։ Տարիներն անցել են, չեմ աղոթել մենակ ինձ համար։ Ձեր համար, ձեր ընտանիքների համար։ Եղել են գիշերներ, հով ջան, եղել են գիշերներ, անքուն գիշերներ, որ ես ծուներ դրած, շատ-շատերի ընտանիքների համար օր ու գիշեր աղոթք եմ արել։ Ժողովուրդ, ուշքի եկեք։ Մի եղեք մենակ, եսասեր, սա վատ բան է։ Աստված չի սիրում սա։ Տեր Հիսուսը 3.5 տարի այնպիսի մեծ գործունեություն ունեցավ երկրի վրա, այնքան մեծ գործունեություն։ Գիշերը ցերեկին խառնած աղոթում էր, բարսանում էր լեռը, սովորեցնում էր, իջնում էր, բժշկություններ էր անում, ազատագրություններ էր անում, չգիտեր ինչ է հանգիստը։ Արջերը որջ ունեն, աղվեսները բույն, բայց մարդու որդին իր գլուխը տեղ չունի քնելու, բայց անգեի մարգարության միջոցով Աստված այսօր մեզ հանդիմանում էր։ Դուք ձեր տներն եք շինում, բայց իմ տունն ավիրակ է։ Երբ պետք է մենք ուշքի գանք։ Երբ պետք է մենք այդ եկեղեցական ընկերությունը, այդ լավ ընկերությունը, վատ ընկերությունը, չգիտեմ, փոխարինենք մեկ այլ ընկերության հետ։ Ինչպես որ նախաձեռնում ես Լուսինե ջան, նախաձեռնում եք, եկեք գնանք քեֆի, բա նախաձեռնեք մի օր էլ եկեք գնանք ավետարանչություն անենք, էլի։ Կլինի մեկ օր, որ իմ աչքերը դա տեսնեն։ Կլինի մեկ օր, որ մեր երիտասարդները վեր կենան ասեն, վեր կանան գնանք Տիրոջ տունը շինենք, հիշենք, ինչ կա Տիրոջ տան մեջ անելու, արել եք։ Այո, եկել եք, զարդարել եք, արել եք, գիտեմ, փառք Աստծո ձեր համար։ Դարձեք նախաձեռնողներ։
գործողներ։ Նայեք Տիրոջ տան մեջ ինչն է պակաս, ինչ պետք է անել։ Վեր կացեք եւ ասեք, ինչով կարամ, հովիվ ջան քո կողքը լինեմ։ Դեռևս մարդիկ այնքան փոքր են, որ ասում են, իմ կողքը ինչով կարաս լինես։ Չէ, ինչով կարաս դու լինես իմ կողքը։ Բայց չի Աստծուն օգնել, Աստված է մեզ օգնելու։ Բայց մենք այս ամենը անում ենք, որտեվ Տիրոջ գալուստը մոտեցել է, այս շուտով Տերը կգա։ Արդյոք հավատ կգտնի երկրի վրա։ Այս շուտով Տերը կգա, արդյոք կգտնի հավատ, աղոթողներ, քարոզողներ, ավետարանիչներ, ձեռդնողներ մարդկանց վրա։ Արդյոք մարդիկ կգան կասեն հովիվ ջան, խնդրում եմ։ Այնպես արա, որ մենք էլ ազատագրենք։ Որ մենք էլ գնանք մարդկանց ազատագրենք։ Այդ կոպ շատ պետքն է։ Ավելի լավ է կփնովես, ավելի լավ է կանպատվես, ավելի լավ է կվիրավորվես։ Գիտեք, կլինում էինք ծառայում այս 5 շաբթի։ Մեկն եկավ լրիվ բռնված է, լրիվ այդ կինը։ Նայում ասում ինչ մեղք կա այս կինը։ Իրոք ինքը մեղք կա շատ։ Ծառայությունը չի կարող մասնակցի, վերակենում, գնում է երմանջոն ասում լսվայ գլխից։ Դու գիտեք դևերը մեզ սիրում են, ատում են, եւ իրանց միջի դևերը մեզ ատում են։ Եվ երեք զանգել եմ ասում, հա ինչ կա այդ կնոջից ասում, ասես ոչ մեկը դուրս չեկաք։ Ոչ ձեր հովիվը, ոչ էլ դուք։ Ինչի՞ պիտի մենք իրա դուրը գանք։ Որ մի դիվահարն է մեզ սիրել այսքան ժամանակ։ Եվ ես ուրախանում եմ, որ դևերը մեզ չեն սիրում։ Բայց նորմալ կլինի, որ դևերը մեզ սիրեն, կանաց է վայ պուպուշս անուշս։ Ես չեմ տեսել հələ դևերը մեզ սիրեն։ Երբ որ դիվահարները մտել են առաջի բանը, որ ինձ ասել են ես ատում եմ քեզ, ֆշշացրել եմ, ֆշ։ Ասում լիմետ ինչ ֆշ, մի հատ դուրս արի գնաց տեղից։ Ժողովուրդ իրականն է դիվային աշխարհը։ Իրականը հոգևոր աշխարհը։ Ամեն բան այնքան իրական է։ Այսօր մեր սիրելի Անուշիկի ծննդյան օրն է։ Կիսուր, այսպես կիսուրով ա տեսել հավաքույթի վերջում ասի շուտ պետք է գնամ հասնեմ կիսուրից ասային հարսից ծնունդն է 15 րոպե շուտ եմ գնալու գնամ որ լայլայ լիլիներին հասնեմ այն լայլայ լիլիների անողներին հասնենք ռիպսիկին մի հատ ասում ձեն տվեք տեսեք ռիպսիկ գալիս ես հետս ես փախնում եմ դու էլ արի գնանք թող 15 րոպե էլ ձեզ սպասեն դե ավտոբուս ուշանում ասենց ամ ավտոբուս էլեկտրիշկեն ուշանում է Բայց Տիրոջ գալուստն է ուշանում։ Դες ոնց են վազում, ծնունդի են գնում։ Սակո, մեզ մոտ արի մեր մոտ հարսանիք։ Տես ինչ ուրախ պար են բռնել։ Են ոնց ասում։ Դու մալյայու ասում, ինձ մի ասա Տիրոջն ասել է գնացեք։ Գնա, հարսը չնեղանա։ Օրտնված լինի Անուշի ծնունդը երեկեր։ Օրդել ենք Իրան Հիսուսի անունով։ Եկեք կանգնենք Տիրոջ ներկայության մեջ։ Աստված ուզում է երկրպագուներ, աղոթողներ։ Փառաբանության Սիրելի իմ թանկ եկեք։ Եսայա 52-ի 1-2-ում գրված է. Զարթնիր, հագիր զորությունդ, ով Սիոն։ Քո փառավոր հանդերձները հագիր, ով Երուսաղեմ։ Սուրբ քաղաք, որտեղ այլևս պիտի մյուս անգամ չմտնեմ քո մեջը, չպետք է մտնի քո մեջը անթլպատը եւ պիղծը։ Քեզ թափ դուր։ Հողիցը վեր կաց, ով Երուսաղեմ, բաց հարապարանոցիդ կապերը, ով Սիոնի գերի աղջիկ։ Ժամանակն է, որ մենք այսօր գերությունից դուրս գանք։ Ժամանակն է, որ մենք այսօր հասկանանք ով ենք մենք։ Փափագիր նորոծության։ Ես փափագում եմ։ Մինչև իմ կյանքի վերջին կաթիլը մեկ բան եմ խնդրելու։ Տեր թող քո հոգին իմ վրա լինի, ավելիով։ Ես առանց քեզ անկարող եմ ապրել։ Ինչ սա պետք։ Ինչի սա պետք ամենը, տուն, տեղ, կարողություն, ոսկի արծաթ, եթե դու չլինես, ումա պետք։
Ումա պետք։ Այո, այս կյանքի վայելչությունը, այս կյանքի ուրախությունները կանչում են մեզ։ Լավ է, գնացեք, ուրախացեք, ես էլ եմ գնում ուրախանում, երգում, պարում, լավ է, փառք Աստծո։ Բայց մի մոռացեք, ով եք դուք, ով եմ ես։ Եվ որն է իմ կանչվածությունը, որտեղ եմ կանչված։ Օր ու գիշեր որտեղ եմ ես կանչված, ուր եմ ես, ինչ եմ ես անում, ինչով եմ ես զբաղված։ Թող մեր զբաղվածությունը լինի Տերը։ Եփեսացիների 5:18-ով ուզում եմ ավարտել, մի հարբեք գինով, այլ լցվեք Սուրբ Հոգով։ Այսօր խնդրի նորոծություն, ասա Տեր, ես ուզում Սուրբ Հոգով լցվեմ։ Գիտես, քեզ երբեք թշնամին չի կարող նեղություն տալ։ Եթե դու լցված լինես Աստծո Հոգով, չի կարող։ Ես միշտ նախանձել եմ Կետրին Կուրմանի այն օծությանը, երբ որ ասում ինքը ուզում էր ժողովրդից ուղակի աննկատ անցներ եւ մեկ օր անցնում էր այդ ճաշարանի միջով, որ մարդիկ իրան չտեսնեն եւ չնեղեն։ Եվ ասում ճաշարանի աշխատողները չգիտեին, որ ինքն անցնում է բոլորը հանկարծակի կալցաների մոտ ընկան օծությունից։ Ես այդպիսի օծություն եմ ուզում։ Ուզում եմ, որ մեր օծությունը շատ մեծանա, բայց ինչ անենք։ Եթե օծությունը մեծացավ, ում հետ գործեմ, ասեք, ում հետ։ Ով կգա ինձ հետ։ Ինչ որ մեկը կգա ինձ հետ, կանի այն ինչ որ ես եմ անում։ Կգործի իմ հետ, կթողի ինչ որ բաներ հանուն Աստծո։ Եթե դու պատրաստ ես, եթե ես պատրաստ չեմ։ Եթե զանգեմ ասեմ Լուսո իմ հետ արի, ես գնում եմ ավետարանի գործ տանելու, կգաս։ Եթե կգաս, ասա կգամ, եթե չի, ասա պատրաստ չեմ։ Սիրելի Աստծո ժողովուրդ, եթե կգաս, եթե տաթև կգաս, ասա ես կգամ, եթե չէ պատրաստ չես, չասես։ Ուշադիր եղեք, եթե հիմա բան եմ ասում, լավը չուխտեք, քան ուխտեք ու չանեք։ Ինձ ասեցին թող Աստծո գործը։ Ինչի տապետ, բա որ քեզ ուրանան։ Ինչի ես մարդկանց համար էի կանչված, ոչ և դարձյալ ոչ, Աստծո և միայն Աստծո։ Եվ ես այս չորեքշաբթի ասում եմ, գիտես, ինձ հաշվետու չեք էլի, Տիրոջն եք հաշվետու։ Անգամ մի հատ բալայախ չանեք զանգեք, ասեք, գալիս ենք, չեն գալիս, սիրելի ծառայողներ, կգան կամ չեն գա, կամ կուշանան կամ չեն կուշանա։ Այսինքն մենք արդեն անկարգ եկեղեցինք, կարգ ու կանոն չունենք, դիրք չունենք, էլ ոչ մեկն ենք, ոչին բան ենք այս երկրի վրա։ Այ ինչ անենք, էլ չծառայենք, թե սթափվենք։ Եթե պիտի սթափվենք, եթե չէ, ասա Հովիվ ջան, էլ չեմ ուզում, որ դու մեր հովիվը լինես։ Թող ծառայությունդ մենք էլ գնանք մեր տներով։ Ուշքի եկեք, ես էլ ձեր հետ ուշքի կանք։ Ամենակարող Տեր, մենք քո առջև ենք։ Սիրելի Հայր, խնդրում եմ ներիր մեզ։ Քո խոսքն ասում է անիծյալ լինի իմ գործը թուլությամբ կատարողը։ Եթե ես կամ ժողովուրդը թուլացել ենք, խնդրում եմ, օգնիր մեզ, որ մենք վերադառնանք դեպի քեզ, քո հարաբերությունները, ավելի շատ հայտնություն ստանանք քեզանից։ Ավելի շատ ճանաչենք եւ հասկանանք, որն է մեր կանչվածությունը, որն է մեր գործը։ Եվ եթե մենք կանչված ենք, ապա Եսավի նման չանարգենք, այլ Հակոբի պես։ Վերցնենք այն, ինչ որ ունենք երկնքից եւ գնահատենք օծությունը, ինչպես Եղիսեն։ Տեր Աստվածս, թող քո օրհնությունը լինի քո տանդ մեջ, քո զավակների կյանքում, քո ծառայողների մեջ։ Եվ թող քո ծառայողները այսօր ջերմեռան ծառայեն քեզ եւ ինքնամոռաց քեզ տեսնելով, մենք մեզ մոռանալով ճանաչենք, թե ով է Աստված։ Շնորհակալ եմ Հիսուս, հավաքիր քո ժողովուրդը, հավաքիր մեզ, օրհնիր մեզ։ Թող մեր աղոթները հասնեն դեպի երկինք, թող մեր ուխտը կատարյալ լինի քեզ հետ, սիրելի Տեր։ Շնորհակալ եմ, խոնարհվում եմ գահիդ առաջ եւ օրհնված լինի անունդ, Հավիտյան, ամեն։
Այսօր նաև մեր Տաթևիկի աղջկա ծննդյան օրն է Էլիայի, քան որ Էլիան ստեղ չի, չգիտեմ կկանչեն երևի աղոթենք իր համար, բայց մինչև այդ խնդրում եմ Փարաբանցյան։ Փառքենք մենք տալիս քեզ գոհանում ենք բացրացնում ենք մեր ձեռքերը մեծարում ենք քեզ Աստված փառքենք մենք տալիս քեզ գոհանում ենք բացրացնում ենք մեր ձեռքերը մեծարում ենք Ինչ մեծ ես դու, հրաշքներս կատարում, չկա մեկը քեզ նման, Հիսուս, ամբողջ այս աշխարհում, ինչ մեծ ես դու, հրաշքներս կատարում, չկա մեկը քեզ նման, Հիսուս, ամբողջ այս Աստծո ժողովուրդ այսօր այս հրաշք Աստծո զավակի արի այս կողմս կանգնի։ Ծննդյան օրն է, այստեղ էլի է։ Ты по-армянски понимаешь? Не чуть-чуть, լավ էլ понимаете, сам город նման մի սաճկավատարը։ Սիրելի հայր, զավակիդ համար ենք աղոթում։ Սիրելի Տեր, խնդրում եմ նոր ընթացք զավակիդ համար։ Նոր կյանքի նոր ընթացք։ Նորոծություն, նոր օրհնություն, թող որ ամեն հները անցնեն, ամեն մտքերը սխալ, ամեն տեսակի երեխական սովորությունները, և թող այսօրվանից իր կյանքում գա պատանյական հզոր աստվածպաշտության կյանք, նորոգիր միտքը, նորոգիր սիրտը, նորոգիր հոգին, օրհնիր նրա կյանքը, որ ապագայում դառնա Աստծո հզոր զորավոր մարդ, օրհնիր սիրելի Տեր, օրհնիր նրա ծնողներին, օրհնիր նրա ընտանիքը, նրա եղբայրներին, բարձրացրու, եւ որ բարձրանա Տեր Աստծո հզոր մարդ դառնա, որ ծառայի քեզ ինքնամոռաց զորությամբ։ Շնորհակալ եմ սիրելի Տեր, թող անունդ փառավորվի հավիտյան, ամեն։ Մեր ծառայությունները չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին ժամը 7-ին, Կիրակի օրը ժամը 11-ին օրհնված լինեք։